Խայթը, աբխազական հեքիաթ։ Մի ծեր մարդ ու կին են լինում։ Նրանք ունենում են մինուճար մի որդի։ Երբ որդին մեծանում է, ծնողները որոշում են նրան որևէ արհեստի տալ։ Մի գեղեցիկ օր ծերունին որդու հետ ճանապարհ է ընկնում և գնում, ուր որ աչքը կկտրեր։ Շատ են գնում, թե քիչ, հասնում են մի ծովափ։ Այստեղ տղան երկար քայլելուց հոգնած սայթաքում է ու վայր ընկնում։ Խայթ, ինչ անխելքն ես, ընկնելու տեղ գտար, քիչ մնաց ծովն ընկնեիր, հանդիմանում է հայրը որդուն։ Հենց այդ ժամանակ ծովը ետ է գնում և այնտեղից մի մարդ դուրս գալով գոչում է. Ով կանչեց ինձ, ով համարձակվեց տալ իմ անունը։ Քեզ մարդ չի կանչել, անունդ էլ չենք տվել, պատասխանում է ծերունին։ Գուցե ես պատահմամբ սխալվել եմ։ Ինչպես թե անունս չես տվել։ Դու չէիր, որ հենց նոր արտասանեցիր Խայթ, խստորեն հարցնում է անծանոթը ծերունուն։ Երբ տղաս վայր ընկավ, ես բարկությունից նրան ասացի Խայթ, իսկ քեզ կանչելու մասին չեմ էլ մտածել, պատասխանում է ծերունին։ Իմ անունը Խայթ է, ասում է անծանոթը, իսկ այժմ ինձ պատասխանիր, ուր ես գնում, ուր ես տանում այս տղային։ Որդուս տանում եմ մի արհեստի տամ, վարպետ եմ փնտրում, պատասխանում է ծերունին։ Ես բոլոր գիտություններն ու արհեստները գիտեմ, ասում է Խայթը, որդուդ տուր ինձ, և երբ մի տարի կանցնի, արի այստեղ ու կանչիր Խայթ։ Այ այն ժամանակ դու կհամոզվես, թե որդիդ ինչպիսի գիտելիքներ է ձեռք բերել։ Այս ասելով Խայթը մոտենում է տղային, բռնում ձեռքից և նրա հետ գնում դեպի ծովը։ Հանկարծ ծովը նորից բացվում է և երկուսով անհետանում են ծովի փոթորկոտ ալիքների մեջ։ Ծերունին վերադառնում է տուն և այս բոլորը պատմում է կնոջը։ Այդ օրվանից մարդ ու կին համբերությամբ սպասում են տարեվերջին։ Երբ տարին լրանում է, ծերունին նորից գնում է ծովափ և բարձրաձայն կանչում. Խայթ! Նույն րոպեին ծովը ետ է քաշվում, ճամփա է տալիս և Խայթը դուրս է գալիս ափ։ Ծերունին նրան ասում է. Այն օրից, ինչ որդուս քեզ մոտ թողի, անցել է ուղիղ 1 տարի։ Եթե նա որևէ բան սովորել է, ես նրան տուն կտանեմ։ Լավ, ասում է Խայթը, իսկ այժմ գնանք ինձ մոտ։ Եվ ծերունուն տանում է ծովի հատակը։ Ծերունին ծովի հատակում մի այնպիսի շքեղ պալատ է տեսնում, որ ոչ երազում էր տեսել, ոչ էլ հեքիաթներում լսել։ Պալատի առջևում տիկնիկների նման ամբողջովին մետաքսե շորեր հագած կանգնած էին 12 պատանի։ Եվ բոլորն էլ իրար այնքան նման, որ կարծես երկվորյակներ լինեին։ Ծերունու մտքով անգամ չի անցնում, որ այդ պատանիներից մեկը կարող է իր որդին լինել, և նրանցով հիացած շարժվում է առաջ։ Ամբողջ օրը նա ման է գալիս ծովային թագավորության մեջ, և ինչ որ տեսնում է, շատ է զարմանում։ Միայն գիշերը, երբ ծերունին պառկում է քնելու, տղան կերպարանափոխվելով դառնում է ճանճ և բաց պատոհանից ներս մտնելով ասում է հորը. Վաղը Խայթը մեզ բոլորիս կհավաքի ու քեզ կասի. Եթե որդուդ ճանաչում ես, ցույց տուր նրան, բայց դու ինձ չես կարող ճանաչել, քանի որ մենք բոլորս էլ իրար շատ նման ենք, սակայն իմացիր, այն պատանին, որի երեսին ճանճ է նստած, ես եմ, քո որդին։ Այս խոսքերն ասելուց հետո տղան անհետանում է։ Հետևյալ օրը Խայթը բոլոր պատանիներին շարք է կանգնեցնում և ծերունուն ասում է. Եթե սրանց միջից ճանաչես քո որդուն, ես պատրաստ եմ նրան քեզ վերադարձնել, իսկ եթե չճանաչես, նա իմը կլինի։ Բոլոր այս պատանիների հայրերը չճանաչեցին իրենց որդիներին, և նրանք ընդմիշտ մնացին ինձ մոտ։ Խեղճ ծերունին վախենալով, որ կարող է չճանաչել իր որդուն, դողում էր։ Բայց այստեղ նա նկատում է պատանիներից մեկի երեսի վրա նստած ճանճին։
Ծերունին սրտապնդվում է ու համարձակ ասում. «Սա է իմ որդին»։ Խայթը հասկանում է, որ տղան մի կերպ կարողացել է հորը զգուշացնել, բայց չի կարողանում տղայի խորամանկությունն իմանալ։ Նա գլխի է ընկնում, որ պատանին իր չափ հմուտ վարպետ է կախարդելու մեջ եւ այլևս ոչինչ չի կարողանում անել։ Մնում էր միայն տղային հանձնել հորը։ Հայր ու որդի ծովից դուրս են գալիս ափ եւ գնում են իրենց տուն։ Պատանին վերադառնալով իրենց աղքատիկ խրճիթը ծնողներին ասում է. «Ամբողջ կյանքում մենք ապրել ենք կարիքի մեջ, բայց դուք մի հուսահատվեք։ Իզուր չէր, որ մի ամբողջ տարի մնացի խայթի մոտ։ Նա ինձ սովորեցրեց իր ամբողջ իմացածը, բայց ես ավելին ձեռք բերեցի։ Դրա համար էլ նա չարացած է եւ պատրաստ է ինձ կործանել։ Եթե դուք ինձ լսեք եւ անեք այն, ինչ որ ես կասեմ, ինձ հետ ոչինչ չի պատահի։ Իսկ մենք էլ ոչ մի բանի կարիք չենք ունենա։ Հիմա ես կդառնամ մի գեղեցիկ ձի, իսկ դու, հայրիկ, սանձիր ինձ ու տար քաղաք, ծախիր, բայց վաճառելիս չմոռանաս սանձը հանել։ Եթե ինձ սանձով ծախես, մենք միմյանց ընդմիշտ կկորցնենք։ Ես էլ չեմ կարողանա ձեզ մոտ վերադառնալ։ Իսկ եթե սանձը վերցնես, ես հենց նույն գիշեր նորից մարդ կդառնամ ու կվերադառնամ տուն։ Քաղաք գնալիս կես ճանապարհին քեզ մի շիկահեր կարմիր հագուստով, կարմիր մտրակը ձեռքին աշխետ ձիու վրա նստած մարդ կհանդիպի։ Իմացիր, դա խայթն է։ Նա քեզ հանգիստ չի տա, քեզնից ձեռք չի քաշի, կասի ձիդ ինձ ծախիր, ես քեզ լավ գին կտամ, բայց դու ոչ մի գնով ինձ նրան չտաս, թե չէ նա ինձ կկործանի։ Հաջորդ օրը պատանին դառնում է աշխետ ձի։ Հայրը սանձը հագցնում է եւ նրան տանում է քաղաք։ Ճանապարհին հանդիպում է աշխետ ձիու վրա նստած կարմիր հագուստով, կարմիր մտրակը ձեռքին մի ձիավոր։ Հեծյալը ծերունուն ասում է. «Բարի օր, ուր ես տանում այդ ձին։ Ծախիր ինձ, ես քեզ այնքան փող կտամ, որ քո ամբողջ կյանքում կբավականացնի»։ Ծերունին լավ էր հիշում որդու խոսքերը եւ ձին կարմիր հեծյալին չի վաճառում։ Քաղաքում մարդիկ տեսնելով այդ հրաշալի ձին սկսում են լավ գին առաջարկել։ Ծերունին ձին ծախում է մի իշխանի, որը ամենից բարձր գինն է տալիս։ Հետո հանում է սանձը եւ ճամփա ընկնում դեպի իրենց գյուղը։ Իշխանը բռնում է ձիու բաշից, տանում տուն եւ կապում ախոռում։ Գիշերը պատանին դառնում է թռչուն գնում է ծնողների մոտ։ Ձիու վաճառքից ստացած փողը երկար ժամանակ նրանց բավարարում է։ Իսկ երբ փողը սկսում է վերջանալ, պատանին հորն ասում է. «Այժմ ես կդառնամ մի սպիտակ գեղեցիկ կով, տար ինձ քաղաք ու ծախիր, բայց թե չես ուզում, որ մենք ընդմիշտ կորցնենք իրար, վզիցս հանիր պարանը եւ հետդ տուն տար։ Ճանապարհին հավանաբար կհանդիպես մի մարդու, սպիտակ հագուստով, սպիտակ մտրակը ձեռքին, սպիտակ ձիու վրա նստած։ Դա խայթն է, տես հա, ինչպիսի գանձ էլ որ խոստանա, ոչ մի դեպքում ինձ նրան չտաս»։ Հաջորդ օրը պատանին դառնում է մի գեղեցիկ կով։ Հայրը պարանը կապում է նրա վիզը եւ տանում քաղաք վաճառելու։ Ճանապարհին նա հանդիպում է մի սպիտակ հագուստով, սպիտակ մտրակը ձեռքին, սպիտակ ձիու վրա նստած մարդու։ Այդ մարդը սկսում է խնդրել ծերունուն. «Կովդ ինձ տուր, ծախիր, ինչ գին ուզես կտամ»։ Բայց ծերունին կովը չի ծախում նրան, տանում է քաղաք եւ շատ թանկ գնով վաճառում։ Հետո վզից հանում է պարանը եւ վերադառնում տուն։ Գիշերը պատանին դարձյալ փոխվում է, դառնում է թռչուն եւ թռչուն գնում է տուն։ Կովի վաճառքից ստացած փողը դարձյալ երկար ժամանակ բավարարում է նրանց։ Բայց երբ փողը հատնում է, տղան հորն ասում է. «Այժմ ես կփոխվեմ եւ կդառնամ գոմեշ։ Ինձ ծախելուց չմոռանաս վզիցս հանել պարանը։ Ճամփին հավանաբար կհանդիպես մի սև մարդու, սև հագուստով, սև ձիու վրա նստած, սև մտրակը ձեռքին։ Իմացիր, դա խայթն է։ Ինչ գին էլ որ տալու լինի, ինձ նրան չտաս,
թե չէ իսկապես ինձ մահ է սպասում։ Հաջորդ օրը պատանին փոխվում, դառնում է մի հսկա գոմեշ։ Հայրը նրան տանում է վաճառելու։ Ճանապարհին նա հանդիպում է մի սև մարդու, սև հագուստով, սև ձիով եւ սև մտրակը ձեռքին։ Սև մարդը ծերունուն շատ է ձանձրացնում։ Արի գոմեշդ ծախիր ինձ, ինչ գին ուզես կտամ։ Ծերունին սկզբում մերժում է, բայց խայթի երկար խնդրանքներից հետո, երբ նրան մի պարկ ոսկի է խոստանում, նա մոռանում է որդու խոսքերը։ Գոմեշը վսկապով վաճառում է սև մարդուն։ Խայթը կապը խլում է տիրոջից, նրանով ձգում է գոմեշին եւ վարկենապես անհետանում։ Խայթը գոմեշին քշում է դեպի ծովը, կապում կիզիչ արևի տակ, իսկ ինքը թաքնվում է ալիքների մեջ։ Գոմեշը արևի տակ ուժասպառ է լինում։ Խայթը վերադառնալով սկսում է ծաղրել աշակերտին, որը գերազանցել էր իրեն։ Ասա, քեզ լավ ես զգում։ Չէ՞ որ դու ինձնից շատ բան գիտես։ Ինչու կապդ չես կտրում, ինչու չես փախչում։ Պատանին դժվարությամբ պատասխանում է. Ծարավ եմ, ինձ մի քիչ ջուր տուր, հետո ինչ ուզում ես արա։ Ես պետք է տանեմ այդ պատիժը, որովհետև խելքիս փչել էր մրցել քեզ հետ։ Մինչդեռ պարզվում է, որ դու ինձնից էլ ավելի իմաստուն ես։ Այս խոսքերը խայթին շատ են դուր գալիս։ Այ այդպես, ասում է նա եւ գոմեշի վզից հանում է կապը։ Գոմեշն իսկույն մտնում է ծովը, դառնում է ձուկ։ Խայթը դառնում է ծովագրավ եւ հետապնդում նրան։ Իսկ պատանին փոխվում է աղավնու եւ սլանում դեպի երկինք։ Խայթը դառնում է գիշատիչ ճուռակ եւ թռչում նրա ետևից։ Իսկ աղավնին դառնում է մի կարմիր խնձոր եւ ընկնում իշխանի աղջկա ոտքերի մոտ, որը այդ ժամանակ իրենց պատշգամբում նստած ձեռագործ էր անում։ Խայթը դառնում է սուր դանակ եւ ընկնում է ուղիղ խնձորի մոտ։ Իշխանադուստրը չգիտեր ինչ աներ։ Սկզբում նա ուզում էր խնձորը թաքցնել, բայց երբ տեսնում է դանակը, մտածում է. երևի մի բարի հրեշտակ է ուղարկել այս խնձորն ու դանակը, որ ես կտրեմ ուտեմ։ Բայց հենց որ աղջիկը ուզում է խնձորը կտրել, այն իսկույն դառնում է մի բուռ ցորեն եւ թափվում է նրա ոտքերի մոտ։ Դանակն էլ դառնում է մի հավ եւ սկսում է կծել ցորենի հատիկները։ Վերջին հատիկը դառնում է ասեղ, իսկ հավը թել ու մտնում ասեղի մեջ։ Այդ ժամանակ ասեղը թռչում ընկնում է կրակի մեջ, թելն այրվում է։ Եվ այդպես էլ խայթը ոչնչանում է։ Իսկ ասեղը կրակի միջից դուրս թռչելով դառնում է մի գեղեցիկ պատանի։ Իշխանադուստրը զարմանքից քար է կտրում։ Պատանին նրան պատմում է իր գլխի եկածը։ Իշխանադուստրն իսկույն սիրում է նրան։ Սիրում ու ամուսնանում։ Աղջկա ծնողները հարսանիք են անում, որից հետո պատանին իր ծնողներին բերում է իր մոտ, եւ նրանք մինչև իրենց մահը ապրում են երջանիկ, իսկ նրանց տնից միայն թռչնի կաթն էր պակասում։